Բարև ձեզ, բարի գալուս, դուք գտնվում եք դգոստալիքում։ Նախ սկզբի համար շատ ուզում եմ մեծ շնորհակալություն ձեզ հայտնեմ այն անցած վիդեոյի մեծ աջակցության համար։ Առանձնահատուկ շնորհակալություն ուզում եմ դիագնոստիկայի Աշոտին հայտնեմ։ Աշոտ իր Telegram-յան ալիքում տեղադրել էր իմ վիդեոյի հղումը ու ով Աշոտի մոտից ա եկել, ես ձեզ չեմ հիասթափացնի, ձեզ լավ կոնտենտ կտամ այն, կփորձեմ գոնե տամեն, ինչը տալիս է, այն չէ, լավ, գոնե կեսը սկզբի համար էլի, տեղ կա չէ աշխատելու։ Մի տարի հետո կտամեն ինչ տալիս է Աշոտը հիմա լավ, օքեյ։ Այսօր մի հատ sense հետաքրքիր թեմայից եմ ուզում խոսամ ձեր հետ միասին, Ե36։ Եկեք խոսանք այս ավտոյի պլյուսների ու մինուսների մասին, ընդհանրապես արժի առնել ու արժի այդքան ֆինանս ծախսել այս ավտոյի վրա։ Եթե օբյեկտիվ նայենք այս հարցին, չէ, լուրջ չարժի։ Ֆակտ ես ֆակտ։ Ես այս ավտոն առնել եմ $2900, այս ավտոյի վրա ես համարի արդեն ինչքան նստած կլինի, 4 նստած կլինի, 5, չէ 4 իմ կար։ Լավ, արի 4 ասեմ գոնե որ իմ սրտի հանգստության համար ես իմանամ 4-ը 5 չի։ Շատ եմ արդեն ծախսել են, ամեն դետալը փոխվել է, չգիտեմ, այս ավտոն որ առել եմ, այս ավտոն ուղղակի եղել է կապուտ երվեց։ Всё, ուրիշ բան չի եղել այս ավտոյի վրա։ Եթե սիրում եք ավտո սիրող եք, երվեց առեք, հա, ինքը որպես պրակտիկ համ գոնեշնի, համ քաղաքային պայմաններում լավ հարմար ավտո է, բայց ասենք չոր է երվեցը։ Այդ մի հատ մինուս կարանք դնենք երվեցի կողքը, որ ինքը չոր ավտո է ու հին BMW-ների այդ սիրողների մեջ հիմնականում ով երջորդ սիրում ասում ախպեր, դե ինչ երվեց, չոր է էլի։ Ու տենցա որ կա, իրականում կոնկրետ իմը որ շատ չոր է։ Ռուլավոյ կալոն կա։ Սա երվեցների հիվանդությունը իմն էլ պրոբլեմ ունի, չի, կալոն կես նորեն փոխա, բայց կարաս պայես։ Вот это делала она. Пахнет как любовь. В общем, խնդիրներ պալիբոմը լինում են, պալիբոմը շատ է փչանում, որովհետև շատ եմ ստանում։ Ես իմ ավտոյի մասին եմ խոսում։ Չգիտեմ, էլի հիմա որ անկեղծ խոսամ կարող է բռնեն տանեն պլաշատկա ինձ։ Լավ, պրոստը փչանում է, շատ փչանում է։ Օրինակ ես երվեցին հիմնական ավտոն չէ, ես իմ պապաս է սիրում ասել, ասում ես քո հաճույքների ավտոն է ու իրականում տենց է կա, որ ես հիմնական ավտո լինի, ոստա տանջանք է, անկեղծ չեմ կարա, ես չեմ կարա, այդքան ներվեր չունեմ ուղղակի, որ այդքան փչանա, այդքան սարքեմ, որտեվ նուրբ է էլի, դետալներն այնպես դժվար են ճարվում, ճարելուց էլ չմահանանանք էլի։ Հա, կստացի հիմնական ավտոսեն էս չենի է։ Նես չի դա։ Չենք կարող հələ ձգենք 60։ Երվեցը որպես հաճույքների հենց ավտո, եկեք ցես մատ փոքր վերնագիր վերցնենք, որ վիդեոյի մեջ այդ առանձին կտոր էլի։ Ինքը իդեալական է, լուրջ եմ ասում, քարվեց քշել եմ, տենց հաճույք չեմ ստացել, երինը քշել եմ, տենց հաճույք չեմ ստացել, երչորդ չեմ ստացել, այդ ավտոները շատ փափուկ են էլի, տենց հաճույք ստանալու համար։ Ասենք ոնց է, որ դրիֆտի ավտո են հավաքում կոյլովերներով բանով, չէ, չոր ամեն ինչ, որ սենց прямо զգա էլի ասֆալտը։ Օրինակ իմ ավտոսը կապրում է պոլին ու տենց։ Մատ կադր ունենք, դա կդնենք ոնց է սենց սկալժի տանում էլի։ Ոչ եմ երվեցը որպես հաճույքի ավտո իդեալական ավտո է, պրոստը եթե պիտի առնեք, իմացեք շատ ծախս եք անելու, որովհետև դետալները դժվար են ճարվում։ Ասենք բաներ կան, որ շատ էժան են, էլի, խոսքի խադավան 150,000-ով կարաս հավաքես, կոպեկներ։ Բայց խոսքի շոֆերի դրան ռուշ կա։ Հիմա եթե ճարեք 35,000, ասենք դրան մի հատ ռուշ կա, էլի։ Շատ ապուշ բաներ կան, որ պրոստը անիմաստ թանկ են նրա համար, որովհետև չկա։ Բայց այս ավտոն 91 թիվ է, էլի, այդ պահեկեք միշտ վիդեոների մեջ ասում եմ 91 թիվ, որովհետև 34, ես 24 տարեկան եմ, իմ ավտոն 34 տարեկան է, 10 տարի մեջը գիտես, չէ, հարգանքից եկած քֆուրը չեմ տալի։ Տարիք եմ հարգում շոշ։ Չի կարելի, ամոթա մեծ է։ Տարիք հարգենք։ Ինչ պատմես, ասենք
Хорошая машина на самом деле, էլի։ Խոսքի, մատորներից, լավ էր։ Մատորները եթե առնում եք, իմ խորհուրդը ձեզ, առեք M50 մատորները։ Իմը M50 չի, ցավոք սրտի, փոխելու եմ, էլի M50 եմ դնելու, բայց ոսում M40 չառնեք, էլի։ Եթե դες մալալիտրաժիկ ուզում, առեք, բայց եթե մալալիտրաժիկ ուզում, երբեք չեք քշում, էլի։ Չէ, M50 առեք ու 2.5-ից սկսած, ասենք այս ավտոն 6 Porsche-ի համար նախատեսված, ոստի չգիտեմ, ինձ շատ են ասել, որ 1.8-ի համար իմ ավտոն չերես չուր լավ է գնում, էլի։ Ես չեմ նեղվում իրականում, եթե պետք է լինում պատրոլը չի նայում, չէ։ Նայում են թոնա, եթե պետք է լինում ես ավտո հետևը սպորտել ես հանգիստ կարող եմ սպորտեմ, պետք է լինում հետևը հետ բերել, հանգիստ կարող եմ հետ բերեմ։ Ama çıkmayın karavana. Telefonu ince kaynağı, olsa tanıdım. İş kalsas normal aracıydı böyle. Çıkmayın ama çıkmayın. Ara bats mosti bas, bats aysan. Çünkü rozumaz nazar şinas. Նույն օրինակ 34-ի մասին ասեմ։ Այն 34-ը որ հավաքում ենք, այդ ավտոն որ քշում եմ, միամիտ հանկարծ այդ ավտոյի հետևը փախավ, գնաց պայքարը 2-0-ով 1, 2, 3 ոտով 3-րդ սկորուստ որ այդ ավտոն դզվի։ Այնի ծանր է, էլի, էսի բմբուլ է, հեշտ է այս ավտոն կառավարել ընթացքի մեջ համել տենց սկալզիտ էլի։ Ապա ոնց ճոգում ես լիքը բան պետք է կդրենք, այս այլանդակ մոնտաժ է թալու, ես այդքան skills չունեմ, է։ Այդ նոր լյովը կողքից հուշում է, ասում է, ասա էլի, որ այս ավտոն առնում ես, պիտի դու քո գլխին արեստավոր դառնաս։ Լուրջ եմ ասում, միջև երվեց ունենալ ես ավտոնից գաղափարը իմացել եմ, որ ավտոն պիտի բենզին լցնես, որ քշվի, քշելու ձևն եմ իմացել ոնց են քշում ավտոն, մնացածը ոչ մի բան չեմ իմացել։ Հիմա իմ արև չգիտեմ ինչ կա այս ավտոյի վրա, որ կարող ես չեմ հասկանում։ Արա ամեն ինչ, այն որ ամեն ինչ արդեն սովորել եմ, որ ձև չունես չսովորելու, ինքնավերաբար սովորում ես, էլի։ Ասա դե լսեմ։ Խոսքի այս ավտոյի մոտորը խփել էր։ Ես ու լյովը որոշում ենք, որ մենք կփոխենք։ Դե պատկերացեք, ասենք մոտոր ենք փոխում։ Մոտորը առել ենք, ինչ է ցույց տալի։ Okay։ Ստե լավ է։ Ոչմ, որոշում ենք, որ իրար հետ այդ մոտորը կփոխենք, այս ավտոյի մռութը սաղ քանդում թափում ենք, շոթերն է խազվել էր, ասի դե դե մի անգամից կփչենք, շոթերն էլ ենք անում։ Ու երթվում է մի հատ մոտոր փոխելը, որ արեստավորը կարաներ պրոստա 2 օրում, մենք երևի 3 ամիս մոտոր ենք փոխել։ Իմ արև չեմ չափազանցնում, 3 ամիս այս ավտոն կանգնել է, էլ չասեմ, որ շոթերն էլ որ պետք է փչենք, աղբերս պետք է փչեր, ասում աղբեր դե մոտորը դրեք կփչեմ, էլի մոտորն դրենք, տենց 2 շաբաթ հետո աղբերս շոթերս փչես տվեց։ Ուրեմն եթե գլուխները չի ցավում, ուզում եք ցավա, կարա քինվեն վեքշեք պրինցիպի։ Պրոստա ասեմ, այս ավտոն էլ նենց էմոցիաներ, նենց հաճույքներ տալիս են, որ դաժե իմ պահով եմ էլի ասում, տրամադրություն չունեցած վաղ այս ավտոն տրամադրությունա բարձրացնում են վիդեոներ կան, որ ինչ ես լուսեր գցում աչքերից։ Այն վիդեոներ կան, որ տրամադրություն չեն ունենում, ավտոն ուզում են խոտ տան, խոտ չեն գնում, ման 36 այ տենց ավտո է։ Պրոստա կարող է խոտ չընկնի, հետո տրամադրություն բարձր լինի, էլի չընկնի, տենց։ Ասնենք առաջ։ Ոչ եմ սենց ընդհանրացնենք, էլի ինչ ունենք вообще, այսին պատմածներից ինչ ունենք։ Եթե սիրում եք պրոստը սպորտային ավտո քշել, սպորտային ավտո իմ աչքով։ Առեք, խնամեք, պահեք, ես ուրախանում եմ, որ սիրուն երվեց եմ քաղաքում տենում անցնելուց։ Պրոստը իմացեք, էլի որ փող պիտի դնեք, այս ամեն ինչը իրոք ծախս է, այս ամեն ինչը իրոք ժամանակ է, բայց ինքը փոխարինը ձեզ տալու է այն էմոցիաները, որ ասեք դե լավ հավայի չեմ ծախսել, որտեվ իրոք հավայի չեք ծախսում, այս էմոցիա է, այս ադրենալինա տալիս է, էլի այս ավտոն այդ ամեն ինչը։ Բայց եթե պիտի BMW քշեք, խոսքի լավ BMW եք ուզում քշեք, բյուջեն այդքան է մեծ չի, ասենք երթվում եմ իդեալական ընտրություն։ Իդեալական։ Պրոստը շիթը չկա, բայց ինքը չերես չուր սիրուն ավտո, հեսա որ մի հատ կադր անպայման այս ավտոյի հետևից հենց այս պահին կդնենք։ Արդեն պարզ է, չէ՞ որ հետևը սիրուն է, դեմն է սիրուն հավաքած եղել, բայց կարող անես լինի այս քանարը շիթը դրած լինի, մի հատ կադր անենք, որ այդ կադրը լինի, որ տենան այս ավտոնից սիրուն է։ 60 առեք քշեք, ասենք 8-9000 $, 60 կարա կառնեք քշեք, թույն ավտո, թույն BMW, տենց ծախսելուց էլ մի անգամ եք ծախսում, ես չի հա ծախսում եք, էլի։
Իմ արև կարա, իմ արև եղել է։ Կարող է իմ արև ավտոն մի քանի այն որ վերջի անգամ վիդեոյի մեջ ասա ավտոս փչացել է։ Իմ ավտոն էլի փչացել։ Այդ դեպքը պատմեմ։ Իմ արև գիշերը գալի կանգնում եմ հա այդ առավոտ արտանում եմ, որ պիտի խոտտամ գնամ, ավտոն խոտ չի գնում։ Որ դա տղաս ջոգի ինչից է։ Իմ արև ոտի վրա հավայի ծախս, ասենք, այնպես չի քշելուց փչացավ, էլի պրոստը կանգնած էր փչացավ, всё։ Բայց ճամփի չի թողել այսքան ժամանակ։ Չոտկի Վրաստանել եմ գնացել, այս ավտոյը վայքել եմ գնացել, որ հերու տեղեր մի խոսքով քշել եմ, չի թողել ճամփին, խերով ավտո է, լավն է։ Այ մերկու բարել իմ ավտոյից ասեմ, էլի, կստատի այս ավտոն որտես 1.8 բան, հա, 1.8-ա, բայց ինքը A5-ով կա կուզով, այս ավտոյի վրա կոսմետիկ գործ չկա, որովհետև սա գարել եմ ավտոն պրինցիպի։ Տիկոն լավ բաներ ասել, որ ասեմ։ Սալոն։ Ես օրինակ չեմ հավաքել իմ ավտոյի սալոնը, որովհետև ոնց ասեմ, ինձ սալոնը չի էլի որ պետք է այս ավտոյի մեջ։ Էլի եմ ասում, ես իմ ամենօրյա ավտոն չի, ես նստում եմ իմ ուրախանում տանում էլի հայ թե կանգ նստում եմ։ Եթե բայց ուզում եք ձեզ ամենօրյա ավտո լինի, անպայման սալոն, ասենք M3-ի սալոն գոնե պիտի լինի, լավ կարած պիտի լինի, էդ էլա ծախսերի, փոքր բյուջեში։ Մի խոսքով, եթե նայում եք պրոստը այս ավտոն կարաք մա 3000-4000 դոլարով առեք, դուք իմացեք, որ 2 տարվա մեջ մի այդքան է կարող դնեք վրան։ Անկեղծ ասած, շատ էինք մտածում այս վիդեոն գցենք թե չէ, տատանվում էինք էլ այդ մտքի մեջ, որովհետև միշտ ավելի հետաքրքիր բան ենք ուզում նկարենք, որ գոնե նախորդից ավելի հետաքրքիր ու չգիտեմ, մոնտաժը ավելի լավ լինի, ձայնը ավելի լավ լինի, չգիտեմ, նկարած ամեն ինչը որ ավելի լավ լինի։ Հիմա ով ուզում է 30 կուզով BMW առնի, ինձ թվում է այս վիդեոյից լիքը օգուտներ քաղեց, այդ իմ պատմությունները, չգիտեմ, երևի համ զավեշ տալի էին, համ օգտակար էին ինչ-որ միտեղ։ Մի խոսքով ինչ եմ ուզում խնդրեմ ձեզնից, եկեք կոմենտներում դուք գրեք, ոնց է ստացվել այս վիդեոն, հետաքրքիր էր արդյոք ու շարունակենք այս ձևի ֆորմատը թե չէ։ Կստատի հաջորդ վիդեո էլ արդեն ունենք, որ եկող Կիրակի դուրս կգա, խոսում ենք թե ցույց ենք տալիս, թե ինչ կարա անի 1.8 մոտորով 30 կուզովը։ Думаю, հետաքրքիր կլինի։ Բայց դուք էլ կարաք ձեր գաղափարները ինչ կուզեք տեսնեք, գրեք կոմենտներում, մենք անպայման կարդում ենք բոլորի կոմենտներին պատասխանում ենք։ Մի խոսքով բաժանորդագրվեք մեր ալիքին, որ հետագա ավելի հետաքրքիր ու ավելի sense դրական լիցքերով վիդեոները բաց չթողեք։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Կհանդիպենք մյուս Կիրակի։